Խնդիրը պահանջում է ռեբուսի մեջ տառերը փոխարինել իրարից տարբեր A, B, C, D թվանշաններով այնպես, որ տեղի ունենա հետևյալ հավասարությունը։ Շատ լավ, ինչ կարող ենք անել այս խնդիրը լուծելու համար։ Դե իրականում մի տարբերակը կարող է լինել այն, որ A-ին ու B-ին ինչ-որ թվանշաններ տանք, մի ընդհանրում ինչ-որ թվանշաններ են, դրանից հետո C D-րորդը գտնենք ուղղակի 25 քառորդից հանելով այդ A-B-րորդ կոտորակը և դրա արդյունքում կգտնենք։ Բայց մեկ այլ տարբերակ կարող է լինել, որով հիմա մենք կլուծենք, 24-ը հասկանանք, թե ինչ երկու թվերի արտադրյալի տեսքով կարելի է ներկայացնել ու որպես B ու D վերցնենք այդ արտադրիչներից որևէ մեկը։ Այսինքն մի արտադրիչը մի կողմում, մյուս արտադրիչը մյուս կողմում, որ ընդհանուր հայտարարը ստացվի արդյունքում 24։ Դե նկատենք, որ 24-ը կարող են գրել 3 անգամ 8 տեսքով, որտեղից արդեն կարող ենք ասել, որ B-ն եթե լինի օրինակ 3, իսկ D-ն 8, ահա այս տեսքով, ապա կարող ենք փորձել գումարի հարցում ինչ-որ բան անել, դե ընդհանուր հայտարարը այստեղ մեզ մոտ կլինի 24, դե իսկ ինչպես են ընդհանուր հայտարարի բերում, երբ 24-ի ենք բերում ընդհանուր հայտարարի, առաջին կոտորակի համարիչ հայտարարը պետք է 8-ով բազմապատկել, այսինքն եթե այստեղ A թիվը ունեինք, A թվանշանը, ապա այն պետք է բազմապատկենք 8-ով, ինքն 8 անգամ A թվանշան կունենանք և դրան գումարած մյուսում էլ արդեն C-ն պետք է բազմապատկենք 3-ով, 3 անգամ C թվանշանը և սրա արդյունքում պետք է ստանանք 25 24-րդ։ Դե հայտարարները հավասար են, մնում է միայն համարիչները իրար հավասարեցնել, որտեղից եթե 8 անգամ A գումարած 3 անգամ C-ն հավասար է 25-ի, կարող ենք փորձել ինչ-որ թվանշաններ տալ A-ին ու C-ին ու դրանից հետո ինչ-որ թվանշան տալ A-ին ու դրանից հետո գտնել C-ն կամ հակառակը։ Հիմա եթե մեզ մոտ A-ն լինի 1, այստեղից հետևում է, որ C-ն պետք է լինի, դե այստեղ կունենանք 8 գումարած 3 անգամ C հավասար է 25։ Ինքն եթե 25-ից հանենք այս 8-ը, մեզ մոտ կստացվի դրա արդյունքում, եկեք այստեղ նշենք, հենց 25-ից հանած 8 և դա պետք է բաժանենք 3-ի, բայց սրա արդյունքում մենք ունենք 17-րդ, ինչը չի բավարարում մեզ, որովհետև թվանշան չբավարարեց։ Իսկ եթե A-ն լինի 2, ինչ կարող ենք դրա արդյունքում ասել, դե այստեղ ոչ թե մեզ մոտ կլինի արդեն 1, կներեք 8, այլ 16, այսինքն C-ն կարող են գրել 25-ից հանած այդ 16-ը ու բաժանած 3-ի։ Ինչն էլ մեզ մոտ արդյունքում կտա 9-րդ հավասար 3։ Շատ լավ, այսինքն ստացվեց, որ A-ն ու C-ն իրար հավասար են, բայց խնդիրը պահանջում էր, որպեսզի թվանշանները իրարից տարբեր լինեն, ահա այստեղ նշված է հստակ։ Բայց եկեք այս բան չկենտրոնանանք, նախ գրենք, որովհետև գոնե մի օրինակ մենք թվանշաններով գտել ենք, ուստի ամեն ինչ դեռ լավ է։ Ինչ կստացվի սրա արդյունքում։ Մենք ասացինք, որ A-ն պետք է լինի 2, դե B-ն գիտեինք, որ 3 է, C-ն մեզ մոտ 3 ստացվեց, D-ն 8։ Ահա այս երկու կոտորակների գումարը 25-24-րդ է, ինչ կարող ենք անել սրանից հետո։ Նկատենք, որ կոտորակի համարիչ հայտարարը եթե նույն թվով ենք բազմապատկում, ոչինչ չի փոխվում։ Այսինքն մենք կարող ենք վերցնել և օրինակ առաջին կոտորակի համարիչ հայտարարը ինչ-որ թվանշանով բազմապատկել փոքր, որպեսզի այս 3-ից մենք ազատվենք ու դրա արդյունքում ստանանք տարբեր թվանշաններով իրավիճակ։ Այսինքն եթե վերցնենք ու բազմապատկենք օրինակ 2-ով, ունենանք 4 6-րդ, գումարած 3 8-րդ, ակնհայտ կոտորակի արժեքը ոչ մի ձև չի փոխվել, ուստի գումարի արժեքը նույնպես չի փոխվի, ու արդեն սա բավարար օրինակ է ABCD թվանշանների այնպես, որ այս ռեբուսը ճշմարիտ է։ Եվ նույնիսկ կարող ենք 3-ով բազմապատկենք, եկեք այդ օրինակը նույնպես գրենք, կունենայինք 6 9-րդ, գումարած 3 8-րդ, հավասար է 25 24-րդ։ Օրինակ պետք է դուք ինչ-որ ձև ինքնուրույն փնտրեիք։ Մենք թվանշաններ գտանք, հետևաբար այսքանով կարող ենք ավարտել։ Եկեք թեթև ամփոփանք, հասկանանք ինչ արեցինք, դե ընդհանուր այստեղ ուղղակի պետք էր օրինակ փնտրել ինչ-որ ձև։ Ինչպես ասեցի, կարող ենք A-ին B-ին ինչ-որ թվանշաններ տալ, օրինակ 1/2 լինել ու դրանից փորձեինք գտնեինք CD-րորդը։ Միգուցե դա չբավարար, դրանից հետո միգուցե փորձեիք 1/3 կամ դրա փոխարեն ինչ-որ 2/5 ու դրանցից որևէ մեկում օրինակը բավարար էր։ Դա երկար պրոցես էր, բայց
այդպես կարելի էր լուծել։ Մենք նախընտրեցինք 24-ը արտադրելի տեսքով ներկայացնել, վերցնել ամեն կտոր որպես հայտարար եւ ահա այսպես լուծել։ Որտեղից էլ արդեն ինչ-որ թվանշաններ տալով i-ին փորձում ենք ցեն գտնել։ Ու ստացանք օրինակը, իհարկե, որը մեզ չբավարարեց ի սկզբանե, բայց հետո նկատեցինք, որ եթե կոտորակի համարիչ հայտարարի նույն թվով բազմապատկենք, ոչինչ չի փոխվի, ուստի կարող ենք այնպես անել, որ թվանշանները այստեղ տարբեր լինեն, բայց արժեքը չփոխվի։ Եվ այդ ձևով գտանք երկու օրինակ, որոնք բավարարում են խնդրի համար, ուստի այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ավարտել։